բոլորին ամեն ձևով դիտարկել ես, ամեն մեկը ինչ նրբություն ունի ու գիտեմ, որ մնացած բոլոր ժամադրությունների ժամանակ ես շատ խոսել, ամեն մեկին բնութագրել, ուզում եմ ասեմ, որ դու էլ շատ հոգատար մարդ ես, եթե քո ներսից էլ չլիներ, եթե մենակ օբրազ լիներ, դու չէիր կարող այդքան երկար խաղայիր, մի օր հոգնելու ես։ Ապրես, որ ես ասեցի, որովհետև ես եղել եմ շրջաններ, որ կոնկրետ հենց պրոյեկտի մեջ, որ շատ վիրավորվել եմ, շատ մարդկանցից, շատ, բնականաբար չեմ նեղացել, դա վիրավորանք է եղել, որը արդեն բնականաբար անցել է, որը կապված է եղել հենց անկեղծության մասին, այսինքն անկեղծ լինելու հետ կապված։ Ասում են, вообще տեսախցիկները ֆիքսում են կեղծը ու իրականը։ Գիտես ինչ կուզեմ ասեմ, որ մեր հասարակությունը, կոնկրետ մեր հայերը, մի հատ ընդհանուր տարածված մտածելակերպ կա, որ եթե մարդուն սիրում են մեծամասնությունը, հետևում են, դրական խոսքեր են ասում, ես վստահ եմ նույնիսկ թեկուզ հիմա տես այսքան դրական բան ասեցիր իմ մասին, հայտնվելու են լիքը դեպքեր, որ ասեն հաստատ ինչ-որ մի բան են չի, էդ էլ է նորմալ, որովհետև մարդիկ չեն հավատում, որ կարա լինի լրիվ այս ինչ ձևի կերպար, հաստատ ինչ-որ մի վատ բան ինքը ունի, ունի, իհարկե ունի, բոլորս է վատ բան ունենք։ Ես շատ վատ բաներ ունեմ, շատ վատ բաներ կարող եմ թվարկեմ իմ մասին։ Չի վերաբերվի քեզ, մինչև դու չհատես իմ սահմանը։ Ես ուղղակի գիտես ոնց չեմ ուզում անկեղծությանը կպնեն հենց։ Հա, ես էլի լիքս, բոլոր մարդիկ է անթերի չեն, անթերի ոչ մեկ անթերի չի այս կյանքում, բայց կոնկրետ անկեղծ լինելը ինչ է որ դու իրոք գիտես որ դու ճիշտ ես ու քեզ ասում են տենց չի մի քիչ շատ ցավոտ է էլի